Ողջույն, սիրելի քույրս եւ եղբայրս։ Ուզում եմ հայտնել քեզ, որ Աստված քեզ շատ է սիրում։ Եվ այս բանը գրված է Աստվածաշնչին բազում տեղերով։ Կարելի ասել ամբողջ Աստվածաշունչը խոսում է հենց Աստծո սիրո մասին, որ քեզ շատ է սիրում։ Այսօր մի բան եմ ուզում կիսվել քեզ հետ եւ վստահ եմ սկիզբը կարող է չհասկանաս, բայց հետո կհասկանաս, որ դա նույնպես Աստծո սիրո արդյունքն է, որ Աստված իր որդիով սովորեցնում է մարդկանց ներել։ Ներելը դա Աստծո պատգամներից մեկն է, կարևորներից, որովհետև առաջին բանը, որ նա ինքը արեց, ներեց մեզ բոլորիս, ողջ մարդկությանը, իր որդիով։ Երկրորդը ցույց է տալիս, որ Հիսուս ներեց խաչապայտին վրա։ Եվ դու հիմա որ լսում ես, կարող ես մտածել, որ դա դժվար բան է, ես չեմ կարող։ Աստված գիտի, որ դժվար է, մարդու համար անհնարին ներելը, բայց դրա համար Հիսուս Քրիստոսը, որ Աստված էր, մարդացավ, որպեսզի քեզ շնորհք, կարողություն տա ներելու։ Այն, որ խաչի վրա նա ներեց, դա միայն այն չէր, որ ուղղակի ներեց ու վերջ, չէ, այդ ժամանակ Հիսուս Քրիստոսը շնորհք բաց թողեց, կարողություն, որպեսզի ամեն մարդ, ով որ Հիսուսին հավատում է, կարողություն ունենա ներելու։ Իսկ հիմա մի առակի միջոցով ուզում եմ քեզ ցույց տալ, թե ինչքան կարևոր է ներելը։ Ընդհանրապես մարդ արարածը միշտ ուզում է այս կյանքում լինի հաջողակ, լինի սիրված, ինքը սիրի եւ իր հարաբերությունների մեջ միշտ ուրախություն լինի եւ առանց սիրո էլ ուրախություն չկա։ Ուրեմն որտեղից է գալիս ուրախությունը, իհարկե Աստծուց, իհարկե ուրախ սիրտ Աստծո պարգևն է, բայց ինչու մենք շատ ժամանակ տխուր ենք եւ ծանրացած սրտով, որովհետեւ մի տեսակ չենք ուզում Աստծուն լսել, մի տեսակ Աստծո խոսքերը մեզ համար կարծես ծանր բեռ լինեն։ Խնդրում եմ, քո սիրտը մի խստացրու Աստծո առջև։ Հիմա մենք կգարթանք մի տեղ, որտեղ Հիսուսը առակի միջոցով ուզում է բացատրի, թե ինչու է այդքան կարևոր ներելը, որովհետև հավատացեք, ամեն մարդ գիտի, որ հոգեբանները ինչ որ ճշմարիտ բաներ են ասում, չէ՞։ Եթե հոգեբաններին հավատում եք, ինչու չեք ուզում հավատալ Հիսուսին, որը ամբողջ աշխարհն ու տիեզերքն է ստեղծել, եւ քեզ ինքը Հիսուսն է ստեղծել, եւ այդ հոգեվոր երևույթները, որ լինում էր հոգեվոր կյանքում, քո ամեն մի գործից, ամեն մի խոսքից, ամեն մի երևույթը կապված է հոգեվոր աշխարհից։ Եվ Հիսուսը, երբ որ ուզում էր այդ հոգեվոր աշխարհը բացատրել, նա պատմում էր առակներ, որպեսզի մարդը հասկանա, եթե ինքը չի ուզում ներել, չէ, ինչ է կատարվում հոգեվոր դաշտում, ինչպիսի աղետ է կատարվում այնտեղ, որպեսզի հետո տեսնեք, թե ինչքան կարևոր է, որ մարդը ների։ Այդ առակը գրված է Մատթեոս ավետարանի 18-րդ գլխի 23-ին պիտի կարդամ։ Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որ ուզեց իր ծառաներից հաշիվ պահանջել, եւ երբ սկսեցին հաշվարկել, նրա մոտ բերեցին մեկին, որը 10,000 տաղանդ պարտք ուներ, բայց քանի որ վճարելու կարողություն չուներ, նրա տերը հրամայեց, որ վաճառեն նրան կնոջը, երեխաներին եւ ինչ որ ունի ու պարտքը վճարեն։ Այսինքն, այստեղ նշանակում է, որ իր պարտքը թագավորին այնքան շատ էր, որ պետք է վճարեր իր ամբողջ ունեցածը եւ կնոջը եւ երեխաներին, որպեսզի պարտքը փակվի։ Ծառան էլ երեսի վրա ընկավ, երկրպագում էր նրան ու ասում. «Տեր, համբերություն ունեցիր իմ նկատմամբ, ու ես բոլորը կվճարեմ»։ Այն ժամանակ այդ ծառայի տերը գթաց նրան եւ պարտքը շնորհելով արձակեց։ Իսկ այդ ծառան դուրս գալով տեսավ իր ծառայկիցներից մեկին, որն իրեն բարդքեր 100 դահեկան, եւ նրան բռնելով խեղդում էր ու ասում. «Վճարիր ինձ, ինչ որ պարտ
ինչ որ պարտք ես ինձ։ Եվ նրա ծառայեկիցը ոտքերն ընկած աղաչում էր նրան ու ասում. «Համբերություն ունեցիր իմ նկատմամբ, ու բոլորը կվճարեմ քեզ»։ Իսկ նա մերժեց, գնաց եւ բանտը նետեց նրան, միջև որ պարտքը վճարի։ Երբ նրա ծառայեկիցները տեսան, թե ինչ կատարվեց, շատ տրտմեցին եւ եկան պատմեցին իրենց տիրոջը այդ ամենը, ինչ եղել էր։ Այն ժամանակ նրա տերը կանչեց նրան ու ասաց. «Չար ծառա, քո ամբողջ պարտքը ներեցի քեզ, որովհետև աղաչեցիր ինձ։ Պետք չէ, որ դու էլ քո ծառայեկցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի»։ Ուրեմն այն մարդը, որ իր ամբողջ ընտանիքը պետք է տար պարտքի դիմաց, երբ որ դուրս եկավ ներումից հետո, գնաց եւ իրեն նման մեկը կար, որ շատ քիչ պարտք ուներ իրեն, այսինքն ոնց որ 1000 դրամի չափ, կամ չգիտեմ, շատ փոքր պարտք, եւ պահանջում էր, որ այդ ծառայեկիցը իրեն պարտքը վերադարձնի, ու ասեց համբերի կվճարեմ, ասեց չէ, ու բանտը նետեց։ Հետո նրանց ծանոթները գնացին թագավորին, ասեցին, որ այդ ում որ դու ներեցիր, նա գնաց այսպեսի չար բան արեց։ Ու այդ թագավորը ետ կանչեց նրան, որին ինքը ողորմել էր, եւ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, միջև որ բոլոր պարտքերը վճարի։ Այդպես էլ իմ երկնավոր հայրը կանի ձեզ, եթե ձեզնից յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբորը նրա հանցանքները։ Ուրեմն հոգևոր աշխարհում Հիսուս Քրիստոսը ցույց է տալիս, որ երբ որ մենք չենք ներում, մենք վնասում ենք մեր ընտանիքին, վնասում ենք ամբողջ մեր համակարգը, ընտանեկան համակարգը, այսինքն միշտ վնասներ ենք կրում, այսինքն այդ թագավորը, որ պարտքը ուզում էր, նա ասեց, եթե չտաս, ես քո ամբողջ ընտանիքին կվերցնեմ, այսինքն քո ընտանիքի անդամները գերի կընկնեն ինչ-որ մեկին, հոգևոր գերություն է դա, որ դու չես նկատում, ֆիզիկապես չէ, այսինքն միշտ ծանր ոգի է լինում այդ տան մեջ, միշտ ծանր իրավիճակներ, միշտ ծանր խնդիրներ, ինչու, որովհետև դու չես ուզում ներել, նայեք, կարողության մասին չի խոսքը, Հիսուսը չի ասում կարող ես, թե չես կարող, նա ասում է, որ դու չես ուզում, կարողություն Աստված ինքը կտա, ներելու կարողությունը Աստված ինքն է տալիս եւ շատ հեշտ է, կարևորը որ ուզես, դրա համար էլ խոնար սիրտ է պետք, սիրելի քույրս կամ եղբայրս, խոնարհվիր Աստծո առջև եւ խնդրիր Աստծուն, որպեսզի Աստված ինքը քեզ խոնար սիրտ տա, որ կամենաս, որ ներես։ Ուրիշ մի օրինակ ես եմ ուզում բերեմ։ Օրինակ, կարող է, որ քո սիրտը ցաված է, այո, Աստված հասկանում է, նա կարող է նաև քո ցաված սիրտը բժշկել, բայց առաջի բանը, որ քեզ մե ուզում է, ցանկություն, որ ներես։ Նայեցեք, ես էլ մի ուրիշ համեմատություն եմ ուզում բերել առակի նման, թե ինչ է ներելը իրականում, ինչու է Աստված ուզում, որ քեզ ազատի չներելուց, որովհետև դա նման է մի զենքի, որ ասենք թե հեռավորության վրա քեզ զենքով կրակում են, եւ այդ փամփուշտը մտնում է քո մարմին, վնասում է քեզ, բայց դու չես մահանում, քեզ տանում են հիվանդանոց, դու ընկնում ես հիվանդանոց, վատ իրավիճակի մեջ, եւ ինչ ես կարծում, մարդիկ միայն վերքդ կբժշկեն, թե փամփուշտը վիրահատությունով կհանեն, որպեսզի դու ավելի առողջ լինես։ Բնականաբար հիմա դու մտածում ես, այո, անշուշտ, բժիշկները առաջի բանը ինչ են անում, փամփուշտն են հանում, որովհետև չեն ուզենա օտար մարմին լինի քո մարմնում։ Այնպես էլ վիրավորանքը, ցավը, երբ որ այդ մարդը քեզ ցավ է պատճառել, երբ որ այդ մարդը քեզ վիրավորել է, այդ վիրավորանքը քո սրտի մեջ է։ Եվ դրանք միշտ կրկնվել են, տարիներ գուցե, անդադար գուցե, բայց դա քո մեջ է, այդ փամփուշտները քո սրտի մեջ է, եւ դա ցավեցնում է քեզ, եւ դա քո կյանքը թունավորում է, այսինքն բանտն է գցում քեզ, հասկանում ես։ Երկրորդը, երբ որ դու չես ներում ուրիշին,
նայեք, այստեղ համեմատությունը Հիսուս ասում է Աստված ներեց քեզ, բայց դու դուրս եկար ու ուրիշին չես ներում, քո նմանակցին չես ներում։ Ինչ է անում Աստված։ Ինքը քեզ բանտն է գցում, որպեսզի ներես, ասում է միջև վերջի նակարակիթը պիտի գաս եւ վճարես։ Ավելի լավ չէ, որ դու ներես ու ոչ էլ վճարես դրա համար։ Այս սրանք, գիտես, երբ որ ներում ես, դու բանտից դուրս ես գալիս, այսինքն այդ նեղությունից, այդ սրտի իրավիճակից, հասկանում ես, դու այսօր չես ներում ուրիշին, այն մյուս ուրիշը, որից դու սպասում ես լավ հարաբերություն, նա էլ քեզ չի ներում, Աստված էլ քեզ չի ներում օրինակի համար, եւ այսպես դու մնում ես բանտի մեջ։ Դրա համար Աստված սովորեցնում է Հիսուսը, ներեցեք, որ ձեզ ներվի։ Ամեն դա շատ հեշտ է լինում, Աստված քեզ չի դատապարտում դրա համար, չի ասում ինչու չես ներում, նա ուղղակի ցույց է տալիս, որ չներելը այսպիսի իրավիճակի մեջ է գցում, ոնց որ ասած քեզ համոզում է առակների միջոցով, հայր մերն է, չէ, ներիր մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտականներին, Աստված քեզ ուզում է բժշկի, քո սիրտը հանի այդ փամփուշտներից, եւ դա միայն ներելով կարող է լինել, երբ որ դու ներում ես մարդուն, առաջինը քեզ ես լավություն անում, ոչ թե այդ մարդուն, քո զգացմունքները հիմա ասում են, այդ մարդը արժանի չի ներման, այո, չեն ներում լավ մարդկանց եւ չեն ներում լավ բաների համար, ներում են վիրավորանքի համար, ցավի համար, որպեսզի բժշկվես, ամեն, եւ Աստված հենց դա է ասում, թույլ տուր վիրահատեմ քեզ, թույլ տուր, որ քո սրտից անեմ այն փամփուշտները, որ քեզ ծանրացրել են քո կյանքը, որ քեզ իրոք ցավ է պատճառում, այ դրա համար Աստված իր որդուն տվավ, որպեսզի Հիսուս Քրիստոսը գա եւ մեր բոլորի մեղքերը իր վրա վերցնի, այսօր նա վերցրել է քո մեղքերը իր վրա եւ քեզ ներելու կարողություն եւ շնորհք է տալիս, միայն խնդրում եմ, համաձայնվիր Աստծո հետ, հաշտվիր Աստծո հետ, որպեսզի կարողանա քո սիրտը մաքրել, սրբել այն վերքերից, որ քեզ ցավ են պատճառել, այն խոսքերից, որոնք քեզ ցավեցնում ու տառապեցնում են, ազատվիր դրանցից, թույլ տուր, որ Հիսուսը քեզ մաքրի եւ սրբի, որպեսզի դու կյանք ունենաս եւ ավելի լավ ունենաս, ինչ ես կարծում, 10 փամփուշտ մարմնի մեջ ունեցող մարդը ավելի լավ կապրի, թե այն, որ ոչ մի փամփուշտ էլ չունի իր սրտի, իր մարմնի մեջ, իհարկե նա, որ մարմնի մեջ ոչինչ չունի, եւ ասեմ, Հիսուս Քրիստոսը իր արյունով կմաքրի քո սիրտը, որպեսզի դու ընդհանրապես չհիշես նրանց վիրավորանքը, եւ դա ընթացք է, սկսիր այսօր, հետո նորից, ժամանակ առ ժամանակ Աստված քեզ կբերի այդ իրավիճակին, որ դու ուզես, որպեսզի կամենաս, որպեսզի Աստված քեզ մաքրի ուրիշի վիրավորած խոսքերից, ուրեմն ներելը առաջինը քեզ է պետք, հետո այո, նաև այդ մարդուն, որովհետև մենք իրավունք չունենք ուրիշներին չներել, եթե Աստված ինքն է ներում, ամեն, վստահ եմ, որ հիմա քո սիրտը փափկել է, հիմա դու ինչ-որ ձևով համոզվել ես, գիտես, Աստծո օրենքը ոնց է, սրտով հավատալ և բերանով խոստովանել, և կկատարվի Աստծո կամքը քո կյանքում, հիմա քո սիրտը բաց Աստծո առջև, և ես կաղոթեմ, ու դու ինձանից հետո սրտանց, ամբողջ սրտով, հավատա և ինձ հետ կրկնիր այս բառերը, այդ բառերը Աստծո հոգուց են գալիս, Հիսուս Քրիստոսի շնորհքով, դու կրկնիր, դա գուցե մտածես, որ մանկական բան է, մանկական չի, ուղղակի ես ուզում եմ օգնել Քրիստոսով, որ դու դուրս գաս այդ ծուղակից, չներման ծուղակից, որպեսզի օրհնված լինես, հասկանում ես, Աստծո օրհնությունը աշխատում է, երբ դու իրոք հնազանդվում ես Աստծուն, հնազանդվիր Աստծուն, նա արժանի է, Հիսուսը արժանի է, նա քո մեղքերի համար է խաչը բարձրացել, և հիմա ուզում է, որ հանի քեզ այդ մեղքերից, մաքրի քեզ,
Խոնարհիր քո սիրտը Աստծո առջև, աչքերդ փակիր ու ինձ հետ կրկնիր. Սիրելի Հիսուս, ես հավատում եմ քեզ ու իմ անձը նվիրում եմ քեզ։ Ներիր ինձ, որ մինչև հիմա չեմ ուզել ներել մարդկանց, կամ ներել եմ իմ ձևով։ Խնդրում եմ օգնիր ինձ, ներեմ քո զորությամբ, քո շնորհքը տուր, որ ներեմ, օգնիր ինձ քո շնորհքով, որ իմ սրտից ներեմ մարդկանց։ Ամեն։ Հիսուսը հիմա քո մոտ է, շատ մոտ։ Հիմա ուղղակի այն մարդկանց, որ տարիներ չես ներած։ Ուղղակի, երբ որ ասես ես ներում եմ, Աստծո հոգին քո մեջից կարծակի չներման զորությունը կքանդի եւ քո մոտ կստացվի։ Ուղղակի հիշիր այդ մարդկանց, կարող է հենց Սուրբ Հոգին ինչ որ մարդկանց քեզ կհիշեցնի ու աչքերդ փակի եւ ասա. ես իմ սրտից ներում եմ ու տուր այդ մարդու անունը, ով որ է։ Ես ներում եմ Հիսուսի անունով։ Ես իմ սրտից ներում եմ այսինչ մարդուն եւ հանձնում եմ քեզ, Տեր Հիսուս։ Խնդրում եմ, օգնիր, որ ես ներման ընթացքը անցնեմ, Տեր Հիսուս։ Ես ներեցի Հիսուսի անունով։ Ես ներում եմ այսինչ մարդուն։ Ամեն։ Գիտես, սա կրկնիր շատ անգամներ, մանավանդ, որ Հիսուս ասում է, եթե ձեր սրտից չներեք, անպայման շեշտիր, ես իմ սրտից եմ ներում։ Կարող է դու հիմա լացում ես, կարող է դու հուզվել ես, և ինչ որ ցավոտ է քեզ համար, բայց ոչինչ, շարունակիր, հանգստացիր մի քիչ, ետ նորից ասա, որ ես ներում եմ իրեն, ես ներում եմ, որովհետև շատ ժամանակ մարդիկ վիրավորված են մնում տարիներ այդ մարդու վիրավորանքը իրենց սրտում է լինում եւ դա ընթացք է։ Ու դու վաղը կտեսնես, անպայման կտեսնես քո փոփոխությունը, որ դու ինչ որ ծանր բեռից ազատվել ես եւ Աստված օրհնի քեզ, հավատա, Աստված օրհնող Հայր է, օրհնող Տեր է, նա քեզ սիրում է, դու ավելի շատ կզգաս Աստծո սերը, դու ավելի շատ կվերապրես Հիսուսի ներկայությունը ու կզգաս, որ դու ճիշտ տեղում ես, ճիշտ վայրում ես ու քո աչքերը կփոխվեն ու դու կտեսնես ավելի բարի աչքերով։ Բոլորն էլ մեղանչում են, բոլորն էլ մեղք են գործում, ոչ ոք չկա, որ ասի ես մեղք չեմ գործել, այնպես էլ այդ մարդն էլ իր պատճառները ունի մեղք գործելու, ուրեմն չդատենք մարդկանց, այլ ներենք, Տերը օրհնի քեզ, բարձրացնի քեզ և իր անունով կանչի ու քեզ նոր կյանք նվիրի, իր կյանքը Հիսուսի անունով։